Շատ երկրներ իրենց ունեցածը կամ այսպես ասենք մշակութային ժառանգությունը շատ գեղեցիկ ճոխ փաթեթավորմամբ են ներկայացնում, բայց մենք այդքան էլ չէ, օրինակ Զորաց քարերի հետ կապված դեռևս չգիտեմ քան տարի է եւ հնագետները եւ աստղագետները վիճում են միմյանց հետ, արդյոք չենք կարող դա մի քիչ էլ ճոխ փաթեթավորմամբ ներկայացնել, քանի դեռ վեճեր շարունակում են գիտական առումով։ Զորաց քարերը կամ նույն քարահունջը, հա, տես նայած որ տեսանկյունից ենք հարցին վերաբերվում, ինքը բավական հետաքրքիր պրոդուկտ է, բայց նաև շատ այսպես միևնույն ժամանակ խնդրահարույց։ Այսինքն զուտ եթե այդ գիտական քաշքշուկների եւ վեճերի մեջ ենք մտնում, բայց ասեմ նույն Stonehenge-ը նույն պատմության մեջով է անցնում։ Պատմաբանները Stonehenge-ի մասով այլ կարծիք ունեն, հա, իզոթերիկներն ու աստղագետները այլ կարծիք ունեն ու սա շատ նորմալ է եւ նմանատիպ հուշարձաններ աշխարհում շատ կան։ Ուղղակի մենք հայերս շատ էմոցիոնալ ենք, մենք շատ այսպես մաքսիմալիստ ենք, հա, մենք այսպես սև ու սպիտակներ ենք, հա, որտեվ եթե դու դա ասեցիր քարահունջ, ես ունեցել եմ նման խնդիր անկեղծ ասած հենց Զորաց քարերի շրջանի տարածքում, երբ պեղումներ էին իրականացվում, այնտեղ տեղում ես գերմանացի զբոսաշրջիկների հետ եմ տեղի եւ ցանկացած զբոսավարի խնդիր օբյեկտիվ իրականությունը ներկայացնելն է, իսկ օբյեկտիվ իրականության մեջ կան տարբեր կարծիքներ։ Հետևաբար դու պարտավոր ես ներկայացնել բոլոր հնարավոր կարծիքները տվյալ օբյեկտի հետ կապված եւ շատ հաճախ զբոսաշրջիկը ինքն է որոշում, որ տարբերակներ են ավելի հետաքրքիր եւ հաճելի։ Եվ բնականաբար ես ներկայացնում եմ պատմությունը եւ Զորաց քարերի, եւ քարահունջի, եւ հերունիական տեսանկյունն եմ ներկայացնում, եւ ասենք, չգիտեմ, այնտեղ Բաչկարյովի եւ այլն, իհարկե նաեւ հնագիտական տեսանկյունն եմ ներկայացնում։ Բայց ցավոք տվյալ հնագիտական արշավախմբի ղեկավարը, հիմա չեմ ուզում անուններ տալ, ով գիտի, իմ գերմաներեն խոսքի մեջ բռնեց քարահունջ արտահայտությունը։ Մինչ այդ չլսելով, որ նաև Զորաց քարեր արտահայտություններ օգտագործել եւ ինքը անմիջապես ենթադրեց, ես ինչ եմ խոսում, այսպես շատ ագրեսիվ տոնով, անգլերենով հարձակում գործեց ինձ վրա խմբիս ներկայությամբ, շատ անախորժ իրավիճակ ստեղծեց, հա, որովհետեւ ես չէի ուզի, որ իմ երկրի գիտնականը այդ լույսի ներքո ներկայանար բավական հարգարժան զբոսաշրջիկներ եւ ասեմ միանգամից զբոսաշրջիկների մոտ նեգատիվ վերաբերմունք ձևավորեց իր հանդեպ իր իսկ խելքից ելնելով, հա, իսկ մենք այսպեսին ենք, մենք մաքսիմալիստ ենք, մենք ամեն հարցում ենք սև ու սպիտակի բաժանում անում եւ դրանից տուժում ենք մենք ինքներս, այս ամբողջ խնդիրը։ Իսկ այո, ես համամիտ եմ, կա գիտական կարծիք քարահունջի Զորաց քարի մասին, իսեր Աստծո դա ոչ մեկ չի ժխտում, բայց կա այսպես հետաքրքիր մարքեթինգային էլեմենտ, որով մենք կարողանում ենք այդ օբյեկտը վաճառել, իսեր Աստծո թողեք վաճառենք,